Այժմ տեսնենք ինչ է կատը սպասում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում կույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ իրավիճակ է մեր սիրելի կույսերի ասնական ոլորտում։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություններ, երազանքներ ունեք, նպատակներ ունեք, դուք այդ երազանքների նպատակների վրա մեծ էներգիա եք ծախսում, մեծ աշխատանք եք տալիս, գիտեք ինչ, եւ սիրելի կույսեր, ձեր այդ երազանքները, նպատակները կատարվում են։ Գիտեք ինչ, սիրելի կույսեր, հնարավոր է միացում լինի, վաղուց ինչ-որ բաժանված զույգեր, բաժանված ընտանիք, իրարից հեռու գտնվող ընտանիքի անդամներ, հնարավոր է լինի միացում։ Այն կույսերը, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի կույսեր, ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ կմտնի այնպիսի անձնավորություն, որի հետ դուք հետագայում եւ ընտանիք կազմելու, համատեղ ապրելու հնարավորություն կունենաք։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի կույսեր, ձեր այդ երազանքը նպատակները կատարվում են։ Այս լիալուսինը ձեզ այնպիսի հնարավորություն է տալիս, այնպիսի էներգիա է տալիս, որ դուք նույնիսկ գիտեք ինչ, եթե նույնիսկ պատերի մեջ լինեք, դուք այդ պատերի միջից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի ֆինանսական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ի կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի կույսեր, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս որոշակի դժվարություններ, պրոբլեմներ, հնարավոր է աշխատավարձի հետ կապված խնդիրներ, հնարավոր է դուք այդ աշխատանքը որտեղ զգում եք, որ արդեն դա ձեր տեղը չի, դուք այդ աշխատանքից հրաժարվեք եւ դուրս գաք։ Հնարավոր է ձեր աշխատանքային ոլորտում պրոբլեմներ, վիճաբանություններ, տարաձայնություններ։ Նաեւ այսպիսի իրավիճակ է, սիրելի կույսեր, ուշադիր եղեք, հնարավոր է վիճաբանություն լինի, տարաձայնություններ լինի, խնդիրներ լինի, խորհուրդ եմ տալիս շուտապույտ ձևով այդ աշխատանքի վայրից չհրաժարվեք, որովհետև այստեղ ցույց է տալիս, որ ներքին խնդիրներ, ներքին ինտրիգաներ է, որոնք կամաց կարող է լուծվեն եւ դուք շուտապույտ որոշում կայացնելով հնարավոր է այդ աշխատանքից զրկվեք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Սիրելի կույսեր, առողջական խնդիրներ չկա, առողջական պրոբլեմներ եթե կան լուծվում են, լավացվում է։ Գիտեք ինչ, հնարավոր է երեխայի ծնունդ, եթե նույնիսկ առողջական խնդիրներ կար, սիրտանոթային համակարգի հետ կապված, զարկերակային ճնշումի հետ կապված, լավացում է ցույց տալիս, ապաքինում է ցույց տալիս, առաջխաղացում է ցույց տալիս։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի կույսեր, 2025 թվականի մայիսի 12-ին կարիճ համաստեղության հովանավորության տակ տեղի ունեցող լիալուսնի ժամանակահատվածում։ Այո, սիրելի կույսեր, ձեր երազանքները կկատարվեն։ Ամուսնություն, ամուսնության առաջարկություն, երեխայի ծնունդ, երեխայի կնունդ, ձեր երեխայի ամուսնություն, մեծ ձեռքբերումներ, մեծ հնարավորություններ, ինչ նպատակ եւ երազանք որ ունեք, սիրելի կույսեր, այդ ժամանակահատվածում կկատարվեն։ Այժմ տեսնենք ինչ